Ռուբեն Սևակը, հարգելի բարեկամներ, 1909 թվականին Ադանայի ջարդերից հետո Լոզանից նամակ է գրում, որտեղ ներկայացնում է, որ կոտորածի ողբերգության մասին իրենք այնտեղ իմանում են ոչ թե պոլսահայ մամուլից, այլ աղբյուրներից։ Ասում է, հաշվում ենք այն ժամերը, մոտավորապես եմ մեջբերում, թե երբ պիտի ստանանք հայկական մամուլը, գալիս է հայկական մամուլը, վերցնում ենք, բացում ենք և ոչ մի բան։ Սիրո բանաստեղծություններ, շնորհավորանքներ, հարսանիքների հետ կապված, այլ ինչ ասում է պիտի ողողված լիներ ամբողջ մամուլը տեղեկություններով։ 100 տարի անց գտնվում ենք համարյա նույն վիճակում, ուզում եմ հիշեցնել, որ 44 օրյա աղետից հետո, դավադրությունից հետո, ընդամենը ամիսներ անց, Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ջոչերը իրենց հարսանիքն էին նշում ամիսներ անց ընդամենը։ Այն մարդիկ, ովքեր բերեցին այս ողբերգությունը, այն մարդիկ, ովքեր մաս կազմեցին այս ողբերգությունը, այն մարդիկ, ովքեր անմեղսունակի դեմքով, ովքեր անասունի դեմքով նեռերը առնում էին իրենց ձեռքը, գնում էին Աղդամ և ասում էին, որ ակնան իրենց հայրենիքն է պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ։ Նշում էին ճոխ ձևով իրենց հարսանյաց արարողությունը։ Ես վստահ եմ, որ հետագայում սրա մասին թե պատմաբանները, թե պոետները պիտի գրեն։ Ես վստահ եմ, որ թե պատմաբանները, թե պոետները, թե հրապարակախոսները պիտի բարձրացնեն այն հարցը, թե Պապիկյան Սուրիկը այդ ինչ միջոցներով էր իրականացնում իր հարսանիքը, Ծառուկյան Գագիկի, ով հիմա ընդդիմություն է իբրև թե Փարավոն ռեստորանում։ Իմիջիայլոց Ծառուկյան Գագիկի տղան այդպես էլ պարտադիր զինվորական ծառայության չմեկնեց։ Պապիկյան Սուրիկ Նիկոլ Փաշինյան, ինչի դիմաց։ Պարոն Ծառուկյան, ինչի դիմաց։ Եվ երեք մենք տեսանք այդ անասնական խորոված փարթին, որը կազմակերպել էին հայ ջոչերը, ապրիլի 24-ից ընդամենը մեկ օր անց։ Ապրիլի 24-ին կարելի ասել ողջ քաղաքակիրթ կամ համարյա ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում է զոհերի հիշատակի օրը, հայերը, ովքեր կասկածի տակ են դնում հայ ջոչերը և իրենց մանկլավիկները, բազմահազարանոց մանկլավիկները, ովքեր արդեն կասկածի տակ են դրել ցեղասպանության փաստը, հիշում եք, չէ՞ Քոչարյան Անդրանիկը ինչ էր ասում, և այդ արտահայտությունը չի ունեցել որևէ գոնե քաղաքական հետևանք։ Նա ասում էր պիտի վերիֆիկացնենք 1.5 միլիոն զոհերի անունները, ազգանունները, հասցեները, և նա ասում էր, որ սա թիմակիցների նաև կարծիքն է։ Հիմա այս մարդիկ, ովքեր կասկածի տակ են դրել այս մեծ ողբերգությունը, կազմակերպել էին խորոված փարթի և երեկոյան էլ մի լավ տժրացին, հարգելի բարեկամներ։ Նշում են երևի իրենց ընթացիկ, հարգելի բարեկամներ, ընթացիկ իրենց փոքրիկ հաղթանակներն են նշում, իսկ հաղթանակներ նշելու առիթ կա, մենք գտնվում ենք ընտրությունների նախաշեմին և Փաշինյան Նիկոլը կարողացել է անել երկու մինիմալ քայլեր։ Առաջինը, իրեն հակառակորդ է կարողացել կարգել մի կողմից 2 միլիարդատերերի, որոնցից մեկը Գագիկ Ծառուկյանն է, ով ասում է ես ընդդիմադիր եմ։ Պարոն Ծառուկյան, Փաշինյան Նիկոլի իրականացրած հանցագործությունների մասին դու խոսելու ես, հա? Այն, որ Փաշինյան Նիկոլը մի ողջ սերունդ ճանաչել է օկուպանտ խուժան, դու այդ հանցագործությունների մասին ես խոսելու։
Այն այլանդակությունը, որը արել է Փաշինյան Նիկոլը եկեղեցու նկատմամբ այդ ամենի մասին ես խոսելու, իմիջիայլոց ոչ պակաս այլանդակություն իրականացնում ես դու, ոտնահարելով առաքելական եկեղեցու բազմադարյա ավանդույթը։ Միասին դուք գործում եք ընդդեմ հայ առաքելական եկեղեցու ավանդույթների, դուք ինչպես նաև ձեզ հետ միասին որոշ տերդերներ, որոնք եկեղեցին փորձում են դարձնել եւ ոչ առանց հաջողությունների ընդհանրապես թաղման բյուրո։ Այսինքն մի կողմից Ծառուկյան Գագիկ միլիարդատեր, իսկ ժողովուրդը ատում է միլիարդատերերին, մեծահարուստներին, առավել եւս այն մեծահարուստներին, որոնց կապիտալը ունի քաղաքական հիմքեր։ Եվ մյուս կողմից Սամվել Կարապետյան կամ ինչպես Նիկոլն է ասում, ուժեղ ՀՀԿ կուսակցություն։ Պարոն Սամվել Կարապետյան, դու Փաշինյան Նիկոլին ընդդիմություն ես։ Դու ես խոսելու Փաշինյան Նիկոլի իրականացրած հանցագործությունների մասին, թե ընդամենը պիտի խոսեք տնտեսական քաղաքականության թերություններից։ Դուք ինչ ընդդիմություն, հարգելի բարեկամներ։ Դուք ներկայանում եք ընդդիմություն, դուք դիրքավորվել եք որպես ընդդիմություն, այո, դիրքավորվել եք որպես ընդդիմություն։ Բայց դուք չեք խոսում այն ամենի մասին, ինչի մասին խոսում եմ օրինակ ես կամ մի շարք մարդիկ։ Եվ մյուս կողմից Փաշինյան Նիկոլը իրեն հակառակորդ կարգեց կոնֆլիկտային հռետորաբանություն ունեցող դաշնակ մասնակներին։ Եվ միայն դաշնակ մասնակների արկայության պարագայում ինքը կկարողանար վաճառել ժողովրդի վրա այս խաղաղության թեզը։ Դաշնակ մասնակներ, ովքեր սիրում են սելֆիներ անել տարբեր երթերից, դաշնակ մասնակներ ասելով նկատի ունեմ եւ այդ կուսակցությանը եւ ուռա պատրիոտներին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուռա պատրիոտ կազմակերպություններին, որոնց ջոչերի մեծամասնությունը բանակում ծառայած չի, տղաները բանակում ծառայած չեն, ինչ որ մի պսակ էլ դնում են միտեղ, պիտի անպայման նկարեն եւ գցեն համացանց։ Մենք սիրում ենք նաեւ, հարգելի բարեկամներ, փիարվել շիրիմների ֆոնին։ Եվ Փաշինյան Նիկոլը իսկապես ունի նշելու առիթ։ Եվ երեք ինքը այն նշում էր, որովհետև հասել էր փոքրիկ, ոչ վերջնական, բայց փոքրիկ հաջողությունների։ Ես եւս մեկ անդրադարձ եմ ուզում կատարել, այնպես չէ, որ քաղաքական դաշտում ռադիկալ խոսքով հանդես եկողներ չկան, կան ռադիկալ խոսքով հանդես եկողներ, կան մարդիկ, ովքեր այդ խոսքով հանդես են գալիս, բայց եւ ինչպես նաեւ մասնակցում են ընտրություններին, բայց բացեք այդ մարդկանց ցուցակները նայեք, հարգելի բարեկամներ։ Ամենառադիկալ խոսքով հանդես եկող մարդկանցից մեկի ցուցակի երկրորդ համարում, չգիտես ինչպես, հանգրվանել է մեկը, ով որոշ ժամանակ առաջ նշել է իր տղայի հարսանիքը, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Պարոնայք ընդդիմադիրներ, դրսում գտնվող, ես դուք չեք իմանում սրա մասին, դուք չեք իմացել սրա մասին։ Պարոն Արշակ Կարապետյան եւ պարոն Վարդան Ղուկասյան, ձեր ցուցակի երրորդ համարը մի անձնավորություն է, որ ներկայացնում եք որպես լեգենդար հրամանատար։ Մի անձնավորություն է, ով ուղիղ Արցախում գործել է Արշավիր Ղահարամանյանի ենթակայության կուրացիայի տակ։ Այդ աղջիկը ինչպես է հայտնվել ձեր ցուցակի երրորդ համարում։ Եվ դուք ուզում եք, որպեսզի այս մարդկանցով ազգային ժողովում ռեժիմին հակառակ ինչ-որ գործողություններ իրականացնեք։ Ես ժամանակին ասել եմ Վարդանին, որ դու ունես ընդամենը մեկ հեռախոս։ Եվ քո խոսքը օգտագործվելու է, որպեսզի ցուցակ մտնեն մարդիկ, հետո կստեղծվի ինչ-որ մի կոնֆլիկտ եւ կդառնա Երևանի ավագանի գից երկու օպերացիան։ Եվ ես հիմա տեսնում եմ,
որ շատ հաջող ձևով Հայաստանի Հանրապետության իշխանությունները ազգային անվտանգության ծառայության միջոցով իրականացնում են այս ամենը, հարգելի բարեկամներ։ Կարելի ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կա ընդամենը մեկ կուրսակցություն, եւ դա ազգային անվտանգության ծառայությունն է իր գործակալներով։ Եվ ես հիմա ուզում եմ ուղղակի հարցնել, էլի, ԱԱԾ ֆունկցիոներներին, գործակալներին, տղաներ, դուք վերջը ինչ եք ուզում։ Դուք այս ժողովրդից ու այս երկրից ինչ եք ուզում։ Ինչ եք տվել, որ չեք կարող վերցնել։ Ինչ պիտի լինի, որպեսզի դուք դադարեցնեք ձեր գործունեությունը։ Դուք ձեր գործունեությամբ բերել հասցրել եք մեզ բոլորիս մի այնպիսի վիճակ, որ ժողովուրդը եւ պետությունը իրար հակոտնյա են, որ ժողովուրդը բացարձակապես կապ չունի ոչ դատաիրավական համակարգի հետ, ոչ գործադիր իշխանության հետ եւ ոչ օրենսդիր իշխանության հետ, բացարձակապես կապ չունի։ Այս պետությունը կապ ունի ժողովրդի հետ այնքանով, ինչքանով որ կապ ունի խոզը տուրնիկի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը ասում է դատաիրավական համակարգը կապ չունի ժողովրդի հետ, ոչ Նիկոլ, ոչ միայն դատաիրավական համակարգ, այլ նաեւ գործադիրը եւ այլ նաեւ օրենսդիրը։ Ու դա Աստված, հարգելի բարեկամներ, դա Աստված, որ մի օր մենք ունենանք պետություն, որը կներկայացնի ժողովրդին։ 6-7 ամիս ես խոսում եմ նրա մասին, որ ոչ միայն ես եմ խոսում սրա մասին, իմիջայլոց, ես այդ խոսողներից մեկ այսպես ասեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, որտեղ մարդիկ հասնում են անցնելով ադրբեջանական զննության միջով եւ փաստացի գտնվում են պատանդառության մեջ։ Պարոն Ծառուկյան Գագիկ, պարոն Ռոբերտ Քոչարյան, այս հարցը ինչ լուծում պիտի ստանա վերջը։ Դուք վերահսկողություն եք իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ։ Դուք վերահսկողություն եք իրականացնում։ Դուք գոնե այս հարցը պիտի բարձրացրեք, դուք ինչ առաջարկություններ եք արել։ Դուք ձեր падգամավորները այս հարցը բարձրացրել են, որտեղ են բարձրացրել։ Հիմա որ падգամավորի օգնականի կամ падգամավորի հետ խոսես, կասեն, այս հարցը մենք բարձրացրել ենք, որտեղ եք բարձրացրել, տղաներ։ Ավինյան Տիգրանը, ում ճակատին գրված է Պսորիաս 15,000, ով մերժել է զինվորական ծառայությունը, այսօր պավեստկաներ է բաժանել տալիս, եւ 3, եւ մի տարի առաջ տղաներին պավեստկաներ են բաժանել տալիս, ում ուղարկում են ուղիղ ադրբեջանական գերություն։ Եվ սա անում են հայերը։ Սա անում են ամորալ հայերը, հարգելի բարեկամներ, ամորալ հայերը։ Հիմա եւ տեղի է ունենում այս ամենը Հայաստանի Հանրապետությունում պարլամենտի ուղիղ վերահսկողության ներքո։ Եվ պարլամենտը լուռ է, այս հարցը չի կարողանում լուծել։ Եվ այն մարդիկ, ովքեր լուռ են, ոչ միայն հարցը չեն լուծել, այլ նաեւ այս հարցի վերաբերյալ լռություն են պահել, որովհետեւ իրենց բջերը երևի պիտի այդ դիրքերում չհայտնվեն։ Մեկ դիրքի համարը վերջանում է 7-ով, երանիշ թիվը մեկը 8-ով, Սև լճի հատվածում են այդ դիրքերը։ Հիմա այդ մարդիկ հավակնում են էլի դառնալ падգամավոր։ Հիմա այդ մարդիկ հավակնում են էլի ձեզ խաբեն, 5 տարի էլի լեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցագործություններից, վերջին 5 տարիների ընթացքում ինչ հանցագործություն է տեղի ունեցել։ Ամբողջությամբ լեգիտիմացվել է այս իշխանություն, այս պարլամենտի կողմից, ընդհանրապես եւ մասնավորապես դաշնակ մաշնակների կողմից։ Ամենամեծ հանցագործությունը 22 թվականի հոկտեմբերին ճանաչվում է Արցախը Ադրբեջանի կազմում, հիմք ընդունելով 91 թվականի փաստաթղթերը, ինչ որ փաստաթղթեր մանիպուլացնելով, այսինքն մի ողջ սերունդներ ճանաչվում են օկուպանտ խուժաներ, այդ թվում մարդիկ, ովքեր այդտեղ ընկել են։ Ամենամեծ հանցագործությունը եւ սա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անունից։ Ես վստահ եմ, որ մի օր
ներքին գործերի նախարարը Հայաստանի Հանրապետության այդ ինչ մարդու տղա պիտի լինի նա, կամ դատախազը, կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենը մի պապկաձեռը մտնելու է հանրային հեռուստաընկերություն, պետական հեռուստաընկերություն, ոչ Պետրոսի հետ, հա, կլինի մեկը, ով կվարի հարցազրույց, եւ ինքը ամբողջությամբ կներկայացնի հայ ժողովրդին, ու դա կլինի պատմական օր, եւ այդ ֆիգուրը կլինի պատմական դեմք, եւ նա կներկայացնի հայ ժողովրդին այն ամենը, ինչ իրականում տեղի ունեցել է, այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Այդ աֆիցերը, բարի բուն իմաստով, իսկական աֆիցերը, սպայի պատիվ ունեցողը, ոչ թե այս բաները, պատիվ չունեցող ստահակները, այդ սպայի պատիվ ունեցող անձնավորությունը, կամ կարող է նաև աֆիցեր չլինել, պարտադիր չի, որ ներքին գործերի նախարարը աֆիցեր լինի, կներկայացնի հայ ժողովրդին այդ պետական գործիչը, թե ինչ դավադրություն է տեղի ունեցել, ցույց տալով դոկումենտներ, այդ թվում տեսանյութեր, թե ինչպես են մարդկանց խաբել, թե ինչպես են մի կողմից բանակցել հողերը հանձնելու վերաբերյալ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գեներացրել հող հանձնողին հողին կհանձնենք։ Ում միջոցով են գեներացրել այդ հող հանձնողները, այդ որ մարգինալների միջոցով են գեներացրել։ Թե ինչպես են մի կողմից գնացել Արցախ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման, որ պետք է զիջումների գնանք, մյուս կողմից Շուշի դեկլարացիա ստորագրել տվել։ Այդ ամենը ներկայացվելու է։ Թե ինչպես են սարքել 16 թվի ՊՊՑ գնդի գրավումը, թե ինչպես են սարքել 18 թվի կեղծ հեղափոխությունը, թե ինչ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել 44 օրյա պատերազմի ընթացքում, այդ ամենը ներկայացվելու է, հարգելի բարեկամներ։ Թե ինչպես են ամեն ջանք գործադրել, որ պատերազմը չդադարի, թե ինչպես են վաճառել զինվորական գրքույկներ, թե ինչ կոռուպցիա է տեղի ունեցել, թե ովքեր են եղել են ստահակները, անուններով ու ազգանուններով, ովքեր հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, իսկ Փաշինյան Նիկոլի որոշմամբ կոմպենսացում են ստացել բյուջեի հաշվին, թե ովքեր են եղել են մարդիկ, ովքեր $800 միլիոն փաթեթից են օգտվել վարկային, առաջին 10 կամ 20 կամ 100 մարդկանց անուններն է հրապարակվելու այդ ամենը, հարգելի բարեկամներ, 23 իմիջայլոց Բասնասլովնի շատ մեծ շահույթ է գրանցել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը 2024 թվականին։ Գիտեք ինչու, հարգելի բարեկամներ, որովհետև 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ $800 միլիոն 70%-ը ստանձնեց պետությունը, այսինքն կառավարությունը, այսինքն ժողովուրդը, քաղաքացին պիտի մարի այդ վարկերը, այն 30%-ն էլ բանկերը դուրս գրեցին, բնականաբար դուրս գրելու գինը պետք է լիներ քարտ բլանշ տալը բանկերին, որպեսզի քերեն քաղաքացիներին, Փաշինյան Նիկոլը, որ ասում էր ջերելու են վարկերը, տուժերը, տուգանքները, այդպիսի բաներ էր, չէ՞ ասում, նա ճիշտ էր ասում, ուղղակի չհասած թե ում վարկերը, ում տուժերը, ում ժամկետան սպարտավորություններն են ջրելու։ Դա չէր նշել, ժողովուրդն սխալ էր հասկացել։ Այս ամենը, հարգելի բարեկամներ, տեղի ունենալու է։ Հարգելի ռեժիմի, ոչ հարգելի ռեժիմի ներկայացուցիչներ, ձեզ թվում է դուք կարող եք այս 2-3 միլիոնանոց, չգիտեմ, ժողովրդին, ովքեր հետևում են, ովքեր հետևում են, Սփյուռքի մի մասը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ակտիվ հետևում են այս գործընթացը, ձեզ թվում է դուք կարողանալու եք ձեր բանովագործակալներով, ժուրնալիստներով, մի խոսքով, օլիգարխներով, այսպես կոչված, խաբել, մոլորեցնել, հավերժ չի լինելու։ Չի լինելու, ձեր վերջը գալու է, ձեր վերջը անպայման կգա, մենք լուսնի վրա չենք ապրում, եւ փառք Աստծո, որ լուսնի վրա չենք ապրում, եւ աշխարհն էլ չոպով ծածկված չէ, ես ձեր տիրոջ մերը